Պատերազմի առաջին օրեր, առաջին ժամեր կարողացել եմ, բայց դրանից հետո ինտերնետ կապ չկա։ Հայաստանում գտնվող իրանցի քաղաքագետ Փույա Հուսեյնին առաջին ու դեռևս վերջին անգամ Թեհրան հարազատներին եւ ընկերներին կարողացել է զանգահարել իսրայելա-ամերիկյան հարձակման առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետություն կապ հաստատել չի ստացվում։ Երկրում գրեթե ամբողջությամբ ինտերնետն անջատված է։ Մերձավոր Արևելքը եռում է վառոդի տակառի պես, Ամերիկան ու Իսրայելը շարունակում են իրենց էպիկական ցասումը։ Իրանական բալիստիկ հրթիռների օբյեկտներն ու ռազմանավերն են նրանց թիրախում։ Իրանի Կարմիր մահիկը փոխանցում է հարձակման է ենթարկվել շուրջ 130 քաղաքային շրջան, զոհերի թիվը գերազանցում է 550-ը։ Գլխատված է երկրի ռազմական ղեկավարությունը, սպանվել են նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում երկրի գերագույն հոգևոր առաջնորդը Այաթոլլահ Ալի Խամենեին։ 12 օրվա պատերազմի նախին հարձակումից էլի նույն բան տեղի ունեցավ, բարձրաստիճան զինվորականները գլխատեցին, բայց ժամեր անց փոխարինողներ նշանակեցին։ Իրանը անձերի հետ իհարկե անձերը շատ ազդեցիկ են եւ կարեւոր են Իրանի համար, բայց Իրանը այդպեսի պետություն է, համագարկված պետություն է, սիստեմատիկ պետություն է, որ անձերի հետ կապված չի եւ անձերի թերոր անելով կարող է թույլատնեն, բայց չեն կարող ամբողջ համագարկը փլուզեն։ Թեհրանն անպատասխան չի թողնում իր դեմ դուրս եկած երկրներին, ավելին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, թե իրենց ժողովրդի վրեժի ձեռքը ծարավ է խիստ ու անողոք պատժի եւ Խամենեին սպանողներին այն ստիպելու է զղջալ։ Իսրայելին շարունակ հարվածներ են հասցնում, ռուսական ՏԱՍ-ը հաղորդում է ընդհուպ վարչապետ Նեթանյահուի գրասենյակը հրթիռակոծելու մասին։ Իրանական թիրախում են նաև տարածաշրջանի, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի եւ Քուվեյթի ամերիկյան ռազմաբազաները, սակայն որոշ հրթիռներ ընկել են նաև այդ տարածքներից դուրս, դրանցից մեկն օրինակ Դուբայում։ Իրավիճակի մասին ժամին հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանն է պատմում Արաբական Միացյալ Էմիրություններից։ Աբու Դաբիում համեմատաբար հանգիստ է, քան Դուբայում, թեև հարվածել են Աբու Դաբի օդանավակայանին, նաև Դուբայի օդանավակայանին։ 3 շարժայում առևտրի կենտրոնի էին հարվածել, Դուբայում հյուրանոցի էր բեկորեր ընկել այդ ԱԹՍ-ի հարվածներից։ Մենք նախազգուշացող ազդանշաններ ստացանք, ոնց որ պատրաստ ենք, սպասում ենք, որ գնանք պատը սպառվենք, եթե ինչ-որ մի բան լինի։ Իսրայելն առ այս պահը հաղորդել է 10 զոհի մասին, Միացյալ Նահանգները 3 զինվորականի։ Իրանական վրեժը ամերիկյան վրեժի լեզվով պատասխան կստանա ըստ Սպիտակ տան առաջնորդի։ Թրամփը հայտարարել է նաև, թե այս պատերազմում ահաբեկիչները դուրս են եկել քաղաքակրթության դեմ։ Ցավոք հավանական է, որ լինեն ավելի շատ զոհեր մինչև այս ամենը ավարտվի, բայց Ամերիկան վրեժ կլուծի նրանց մահվան համար եւ պատժիչ հարված կհասցնի ահաբեկիչներին։ Մարտական գործողությունները շարունակվում են ամբողջ ուժով եւ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև մենք կհասնենք մեր բոլոր լուրջ նպատակներին։ Եթե Միացյալ Նահանգների նպատակը Իրանի իշխանության փոփոխությունն է, ապա դա անիրագործելի է, Իսլամական Հանրապետության գլխավոր դիվանագետ Արաղչին է հայտարարում։ Մենք Պարսից ծոցի մյուս կողմում գտնվող երկրների հետ ոչ մի խնդիր չունենք։ Այն, ինչ մենք անում ենք, ինքնապաշտպանություն է եւ հակահարված ամերիկյան ագրեսիային։ Մենք չենք հարվածում Պարսից ծոցում մեր բարեկամներին, մեր հարևաններին։ Անշուշտ մենք չենք կարող հարվածել Միացյալ Նահանգների տարածքում որևէ թիրախի, հետեւաբար պետք է հարվածենք տարածաշրջանում նրանց ռազմաբազաներին։ Դեռ որքան ժամանակ պայթած ռումբերը կծխան ու սև ամպեր կկուտակեն Մերձավոր Արևելքի երկնակամարում, տարբեր են թվերը օդում՝ 10-15 օր, 4-5 շաբաթ կամ գուցե ավելի երկար։ Ըստ մասնագետների ամեն բան Իրանի դիմակայությունը կորոշի, թե մեր հարավային հարևանը որքան կկարողանա անսասան մնալ, ամուր աներեր կանգնած իր իսկ հողի վրա։ Փորձագետ վերլուծաբաններն առայժմ կանխատեսումներ անել հրաժարվում են, բայց իրանցի քաղաքագետը վստահ է, Թեհրանը մինչև վերջին շունչը կռիվ կտա, կպայքարի։ Ոչ մեկը չի կարող ոչ մի բան կանխատեսի, բայց Իրանը մինչև վերջ դիմադրելու է։ Ինչ վերաբերում է բանակցային սեղան վերադառնալուն, ապա Միացյալ Նահանգներից հնչող հայտարարություններին պատասխանել են Թեհրանից։ Վաշինգտոնի հետ հիմա չեն բանակցի, պատերազմը Իրանը չի սկսել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։